Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, Civic-ի տաղավարում հյուրընկալել եմ Հայկական խորհրդի ասոցիացված փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանին։ Բարև ձեզ, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Պարոն Վարդանյան, մայիսի 4-ից 5-ը Հայաստանում խոշոր իրադարձություններ են սպասվում, երկու կարևոր միջոցառում, Եվրամիության անդամ պետությունների ղեկավարներն են գալու եւ ոչ միայն Եվրամիության անդամների 48 պետության ղեկավար Հայաստանում, նշանակության մասին եթե խոսենք, ինչքանով է Հայաստանի համար կարևոր այս փուլում։ Դե գիտեք, չափազանց նշանակություն ունեցող այսպես բան է, իրադարձություն է սա Հայաստանի համար։ Նախ սա ցույց է տալիս հետեւյալը, որ ընդհանուր առմամբ եվրոպական, այսպես ասած, քաղաքական տարածքում Հայաստանին նկատում են, Հայաստանին արժևորում են եւ նաեւ կարելի ասել, որ տեսնում են, որ Հայաստանը, այո, գնում է Եվրամիության անդամ դառնալու ճանապարհով, եվրոպական տարբեր կառույցներին, այսպես հնարավորինս ավելի ինտեգրվելու ճանապարհով եւ այլն։ Սա իհարկե նաեւ ինչ որտեղ կարելի ասել, գիտեք, ինքը քաղաքական բնականաբար ընդհանուր առմամբ իրադարձություն է եւ ներքին քաղաքականության հետ կապ չունի, բայց ընդհանուր առմամբ ինքը այնպիսի մի իրադարձություն է, որը կարծում եմ կարող է նաև ընդհանուր առմամբ ազդել Հայաստանի ներքաղաքական մթնոլորտի վրա, այսպես ասենք։ Բնականաբար այս ամենից առաջի հերթին կարող են օգտվել իշխանությունները, սա այսպես գաղտնիք չեմ բացահայտի, հա, բայց խնդիրը այստեղ հետևյալն է, որ կան օբյեկտիվ իրադարձություններ եւ այդ օբյեկտիվ իրադարձությունների նաեւ արդյունքում է, որ մենք ունենում ենք այսպիսի կարևոր միջոցառում։ Բնականաբար նաեւ իհարկե սա Հայաստանի կշիռն է բարձրացնում։ Սա Հայաստանը ել ավելի ճանաչելի է դարձնում աշխարհում։ Գիտեք, սա նաև իր հերթին նպաստում է նրան, որ օրինակ բիզնես հետաքրքրվածությունն էլ Հայաստանի նկատմամբ մեծանա, որովհետև բնականաբար բիզնեսմենները տարատեսակ այսպես տրանսնացիոնալ կորպորացիաները, խոշոր այսպես բիզնեսը եւ այլն, եվրոպական առաջի հերթին այս դեպքում, բայց ոչ միայն նման քաղաքական իրադարձությունները, երբ որ տեղի են ունենում ինչ-որ մի երկրում, տեսնում են, որ ուրեմն այդ երկիրը բավականին այսպես վստահելի է, ինքը լուրջ է ընկալվում լուրջ այսպես խոշոր պետությունների կողմից եւ այլն, եւ դա բնականաբար նաեւ բիզնես գրավչություն է առաջացնում Հայաստանի համար ու երևում է այդ ամեն ինչը, բիզնեսմենները տեսնում են դա եւ դա ինչ որտեղ լրացուցիչ խթան նաեւ կարող է հանդիսանալ, որպեսզի նրանք ապագայում ներդրումներ կատարեն։ Պարոն Վարդանյան, ընդդիմությունը շատ վատ է ընդունում այս իրադարձությունների, այս միջոցառումների անցկացումը Հայաստանում, նամակներ են հղել, խնդրել են հետաձգել այս միջոցառման անցկացումը, որովհետև ըստ իրենց Հայաստանը հակաժողովրդավարական երկիր է, քաղբանտարկյալներ կան այստեղ, իրենց ձևակերպումներն եմ ասում, Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն են մեջբերում։ Հետաքրքիր է ձեր դիտարկումները, օրինակ հիմնական բողոքում են այն ընդդիմադիրները, ովքեր որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը այլ տեղ են պատկերացնում Ռուսաստանի հետ, բայց բողոքի ակցիաները միշտ լինում են արևմտյան պետությունների դեսպանատների առաջ, հիմա էլ բողոք են հղում Եվրոպական խորհրդի ղեկավարին, առաջնորդներին, Եվրամիության անդամ երկրներին, փոքր նոնսենս չի այս իրավիճակը։ Իհարկե տարօրինակ վիճակ է սա։ Մյուս կողմից, երբ որ գիտես որտեղից են գալի հիմնական նարատիվները, երբ որ գիտես ինչ տեսակի քաղաքական ուժեր են իրանք եւ այլն, զարմանալի էլ չէ։ Այսինքն սпасելի է նման վարքագիծ։ Մենք ընդհանուր առմամբ գիտեք հետեւյալը պետք է լի արձանագրենք, որ կա կոնկրետ մեկ պետությունից անհանգստություն, որ Հայաստանը վարում է անկախ քաղաքականություն եւ այդ կոնկրետ երկրի դիրքերը չափազանց թույլացել են այդ ամեն ինչի արդյունքում նաեւ ոչ միայն, բայց նաեւ եւ այդ կոնկրետ երկիրը բնականաբար լուրջ խնդիրներ ունի արևմուտքի հետ ընդհանուր առմամբ։ Առաջի հերթին Եվրամիության հետ, Եվրամիության առաջատար պետությունների հետ եւ
բնականաբար իրենք անկախ ամեն ինչից նման իրադարձությունները, որ տեղի են ունենում, իրենց համար դա առիթ է եւս մեկ անգամ այդ հակաարևմտյան թեզերը Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ուղին, եվրոպական ուղին քննադատելու, հա, այդ ամեն ինչը, այդ բոլոր թեզերը նորից բարձրացվի։ Առիթ է սա։ Տեսեք, ես ըստ էության ինչու եկա հենց այդտեղից, որովհետև մեր որոշ քաղաքական ուժեր եւ դա նաեւ նույն հենց Պուտինն է արդեն ուղղակիորեն ասել պրոռուսական են։ Պրոռուսական են եւ իրենք բնականաբար այստեղ առաջի հերթին առաջ են քաշում հենց ռուսական նարատիվները եւ դուք կտեսնեք, որ այն ինչ որ իրենք այստեղ ասում են, արդեն ասել են կամ մի քիչ հետո նաեւ կասեն Կրեմլում։ Այդ ամեն ինչը։ Մեկին մեկ համընկնում են թեզերը, նարատիվները։ Ես դրա համար այդտեղից սկսեցի, որովհետեւ դա է կարևորը, կարծում եմ, հա, այսինքն ես չեմ կարծում, որ դա այսպես ներ հայաստանյան ինչ-որ մաքուր ընդդիմություն է կամ քննադատություն է։ Եվ շատ նորմալ, այն առումով նորմալ պետք է վերաբերվենք, որովհետև ճանաչում ենք այդ ամեն ինչը։ Մենք գիտենք, որ այդպես է եւ տրամաբանական է, որ իրենք այդ ամեն ինչը պետք է բարձրաձայնեն։ Եվ գիտեք, սա բազմաթիվ երկրների պարագայում նույնն է եղել, նույն ձեռագիժն է, նույն քաղաքականությունն է իրականացվում։ Վերցրեք բազմաթիվ, ասենք, եվրոպական երկրներ կամ այն երկրները հատկապես, որոնք որ գնում են այդ ճանապարհով նախկին խորհրդային միության, ասենք, երկրների օրինակը վերցնենք, տեսնենք, ասենք, բանը արվել է Մոլդովայում, ասենք, հա, երբ որ Մոլդովայում օրինակի համար արևմտյան որևէ կառույց ենթադրենք, հա, աջակցել է օրինակ Մայա Սանդուին այս կամ այն քայլը, երբ որ ինչ-որ պրոյեկտներ են իրականացրել եվրոպական Մոլդովայում, միանգամից Կրեմլը եւ պրոկրեմլյան ընդդիմությունը բարձրաձայնել է այն մասին, որ այսինքն ոչ թե բարձրաձայնել է, այլ սկսել է խոսել այն մասին, շատ բարձր, շատ այսպես բան ձևով, նույնիսկ ագրեսիվ ձևով, որ ես ինչ է կանում Մայա Սանդուն, դուք գիտեք ինչ կոռուպցիոներ է, դուք գիտեք ինչ ռեպրեսիաներ են իրականացվում ընդդիմադիրների նկատմամբ, հա, դուք գիտեք ինչ հալածանք է իրականացվում ուրեմն պաշտոնական Քիշնևի կողմից եկեղեցու նկատմամբ։ Ինչպես Հայաստանում։ Հա, այս ամեն ինչը եւ ես սա ուղղակի մասնագիտորեն եմ ուսումնասիրում եւ տեսնում եմ նույն ձեռագիրը, ուղղակի սրանք փաստեր են, հա։ Համընկնումներ չեն կարող հենց այդպես լինել, էլի այդպես այդ մակարդակի։ Թե ամեն կերպ փորձում են ներկայացնել իբրև արևմուտքը աջակցում է վարչապետին, իշխող ուժին, ընտրությունները արդեն կեղծված են, նույնիսկ այսպիսի գնահատական են հնչում հանրապետական կուսակցության կողմից արևմուտքի տրամադրած գումարների, որոնք իդեպ տրամադրվել են այդ հիբրիդային գրողների դեմ պայքարելու համար, ինչպիսին է դեր օրինակ դիտարկումը, ինչու է այսպես։ Դե ինչու են իրենք նման վարքագիծ դրսևորում, հա, օրինակի համար, թե ինչ անեն, բայց իրենց տեղը, հա, դες պատկերացրեք, դուք պրոռուսական ուժ եք ենթադրենք ու նման իրադարձություն է տեղի ունենում, որը օբյեկտիվորեն ուժեղացնում է պրոեվրոպական կուրսը, այսպես ասենք, նույնիսկ չասենք իշխանություններին, հա, զուտ պրոեվրոպական կուրսը եւ խաղաղության օրակարգն է ամրապնդում նաեւ, հա, եւ այլն, այսինքն Հայաստանը ներկայացնում է որպես այսպես դեմոկրատիայի ճանապարհով գնացող պետություն եւ այլն, վստահություն է բնականաբար աշխարհում ձևավորվում Հայաստանի նկատմամբ, հա, եւ դուք պրոռուսական ընդդիմություն եք։ Ձեր շահերը ըստ էության Ռուսաստանի շահերն են, հա։ Բնականաբար սա ձեզ չի կարող դուրս գալ ու բնականաբար պետք է ինչ-որ կերպ բարձրաձայնեք այդ ձեր դժգոհությունը եւ իրենք գտնում են այսպիսի ճանապարհ, որ դե եկեք խոսենք ոչ թե այն մասին, որ չգիտեմ, ասենք դեմոկրատիան վատ բան է,
հա, որովհետև իրենք շատ լավ հասկանում են, որ նման խոսույթները ընդհանրապես որևէ մեկի կողմից այսօրվա աշխարհում, հա, եթե դուք դա առաջ չեք քաշում օրինակի համար իսլամական ֆունդամենտալիստների շրջանում, օրինակ, հա, դե նույնիսկ Հյուսիսային Կորեայում ասել, որ դեմոկրատիան վատ բան է, ընդունված չէ։ Իրենք ասում են, մենք ամենադեմոկրատական երկիրն ենք, բայց իհարկե դեմոկրատիան շատ լավ բան է, հեսա տեսեք խորհրդարան մենք ունենք, բան, ընտրություններ կան, մի խոսքով, հա։ Դրա համար այսինքն չի ընկալվի, չի ընդունվի որևէ կերպ։ Թե ասում են, ուրեմն ասենք, որ այ դուք վատ դեմոկրատ եք։ Այ դուք վատ դեմոկրատներին դուք վատ դեմոկրատ եք կամ ընդհանրապես դեմոկրատ չեք, որովհետև ոչ դեմոկրատներին դուք աջակցում եք, հա, օրինակի համար այսպես։ Բնականաբար, գիտեք, արևմուտքում դե այս ամեն ինչը տեսնում են, գիտեն եւ մտածել, որ հանկարծ իրեն կարող են մի վայրկյան անգամ sense կանգ առնել, մտածել ասել մի վայրկյան կարող է իսկականից, հա ինչ-որ ճիշտ կարող է ճիշտ են մի քիչ ասում, գոնե մի քիչ էլ չի կարող այդպիսի բան լինել։ Որտեվ իրենք ունեն հետախուզություն, իրենք բնականաբար ուսումնասիրում են, բաց աղբյուրներն են նայում, իրենք ունեն անմիջական կապեր, իրենք ունեն ուղղակի մասնակցություն բարեփոխումների գործընթացին նաև, չէ՞։ Աջակցում են, ֆինանսական աջակցություն են տալիս, տեխնիկական աջակցություն են տալիս եւ այլն եւ այլն։ Եվ անհնարին է ապակողնորոշել նման բաները, բայց միևնույն է ըստ էության իրենք դիմում են այդ քայլին, դե գիտեք ինչ, ես այսպես կարող եմ նաև մեկնաբանել, օրինակ ինչա Ռուսաստանում դա արվում։ Ռուսաստանում դա որոշ չափով աշխատում է։ Երբ որ օրինակ իշխանությունները ամբողջ օրը իրենց այդ ամբողջությամբ վերահսկելի լրատվամիջոցների կողմից, իրենց կողմից ստեղծված լրատվամիջոցների կողմից, իրենց պրոպագանդիստների միջոցով ամեն օր քարկոծում են արևմուտքը ու ասում են, որ արևմուտքը իրականում շեղվել է ժողովրդավարությունից, հա, օրինակ Պուտինը այսպիսի մի ելույթ ունի, որ ասում է, որտեղ ասում է, որ ժամանակին, ասում է, լիբերալիզմը, դեմոկրատիան, իսկական Եվրոպան, Ամերիկան իսկական դեմոկրատ էին, իսկապես դասական լիբերալիզմը լավ բան է, բայց այսօր իրանք լրիվ այլասերվել են, իրանք ընդհանրապես դեմոկրատ չեն, աշխարհին են սովորացնում, թե ինչ բան է դեմոկրատիա, բան։ Նման բաները այդ ամբողջությամբ կառավարվող միջավայրում որոշակի ազդեցություն ունենում են պրոպագանդիստական։ Ասենք ռուս հասարակության մի հատված հավատում է դրան, ասում է, հա, էլի իսկականից, հա, ոնց որ թե, որտեվ ինքը այլևս չի կարողանում տեսնել այն, ինչը որ կա։ Ինքը չի կարողանում համեմատել, ինքը արդեն սեփական կարծիքը չի կարողանում ձևավորել եւ այլ եւ այլ։ Իմ կարծիքով իրենք երևի թե մտածում են, որ այդ նույն բանը կարող է նաև Հայաստանում աշխատել, եթե դες լավ քարոզես։ Եթե մի քիչ շատ փող դնես դրա մեջ, հա, շատ ասես, ամեն օր ասես, կարող է ազդել։ Բայց խնդիրը այն է, որ մենք ունենք այլ հասարակություն, այլ քաղաքական ռեժիմ, հենց մեր քաղաքական ռեժիմի բացությունը արդեն իսկ չգիտեմ, եթե ոչ ամբողջությամբ 90 քանի տոկոսով չեզոքացնում է, էլի, նման թեզերի ազդեցությունը հասարակության վրա, բայց միևնույն է, իրենք այդպես իներցիայով մտածում են, որ դե հիմա ինչ անենք, լավ, թեկուզ եւ մի քանի տոկոս, միգուցե դա էլ կա, մտածում են, հա, լավ, կարող է մի 2-3% վրա դա ազդի, դե փորձենք, ինչու՞ չէ, բա ինչ անենք ուրիշ։ Հիմա ընտրություններին 19 քաղաքական ուժ է մասնակցության հայտ ներկայացրել, ծանոթ-անծանոթ դեմքեր, որոնք են ձեր դիտարկումները եւ հատկապես արտաքին քաղաքական հետաքրքրությունները, որոնք են, որովհետեւ ինչքան էլ տարբեր ուժեր փորձում են նշել, որ սա ինչ որ ներքին process է եւ այլն, ոչ մի տեղից չեն ուղղորդվում, բայց օրինակ Ռուսաստանի հետաքրքրությունները, ռուսական մամուլում արկա տեղեկատվություն այլ բան նշում, որ բավականին մեծ հետաքրքրություն, նույնիսկ ճնշում կա այս ընտրությունների մասով որոշ տեխնացուների վրա, ինչ դիտարկումներ ունեք։ Դե ակնհայտ է մի բան, որ ընդդիմության մի զգալի հատվածը վառ ընդգծված պրոռուսական
դիմություն է եւ ըստ էության սպասարկում է այսօրվա Ռուսաստանի շահերում։ Ու դա արդեն այնքան ակնհայտ է, որ նույնիսկ փաստորեն Վլադիմիր Պուտինը չի թաքցնում դա։ Բայց Ռուսաստանը մեկ միասնական տեխնացու կարծես չունի այստեղ։ Դե դրա համար մի քանի խաղացողներ կան, որոնք պրոռուսական են։ Դե դրա համար էլ կա այդ բանը, չէ, այդ Գյումրու սցենարի այդ թեզը, ցանկությունը, որը իդեպ այն մասին չէ, որ ուղղակի քաղաքական ուժերը կարող են փոքրամասնության, ինչպես ասում են, հա, կառավարություն ձևավորել, կոալիցիա ձևավորելու միջոցով, ինչը լրիվ նորմալ երևույթ է ամբողջ աշխարհում էլ։ Գյումրու սցենարը դա չէ։ Գյումրու սցենարը այն է, որ դու մանիպուլացնես քո ընտրողին, ասես, որ ես կապ չունեմ այս քաղաքական ուժերի հետ եւ չեմ համագործակցի երբեք իրենց հետ։ Այո, խաբես։ Ըստ էության այո։ Եվ մտնես խորհրդարան, շեմը հաղթահարես եւ վերջում արդեն միավորվես եւ այնպես անես, որ քո ձայները ավելի շատ լինեն հարաբերականորեն, քան ավելի շատ ստացած, այսինքն ըստ էության հաղթողի առաջի տեղը գրավողի ձայները։ Սա է։ Եվ բնականաբար հիմա իրենք ունեն մի քանի հավանաբար տարբերակներ, թե ինչ կոնֆիգուրացիաներ կարող են լինել, այսինքն խոսքը ռուսների մասին է, հա։ Դե ակնհայտ է, որ իրենց ֆավորիտը նու, սենց ասեմ, ծրագրավորված ֆավորիտը դա Սամվել Կարապետյանն է, իր ուժն է։ Ինչու է այդպես, մի քանի բաներ կարող են ասել, գործոններից մեկը, որ դա հենց Սամվել Կարապետյանի ֆավորիտ այն է, որ դե ինքը, այսպես են էլի հաշվար կարել, չի եղել անձնապես իշխանության ներսում ու չի պարտվել։ Իսկ օրինակ Ռոբերտ Քոչարյանը պարտվել է, Սերժ Սարգսյանը պարտվել է, ոչ միայն մի անգամ, մի քանի անգամ է պարտվել, դրա համար ինքը նույնիսկ ուղղակիորեն չի մասնակցում ընտրություններին, էլի անուղղակիորեն է, այսպես ասած, հա, մասնակցում եւ ընդհանրապես հանրապետական կուսակցությունը, չէ՞, հա։ Բայց Ռոբերտ Քոչարյանը երկրորդն է, դե մի անգամ է ընդամենը, որովհետեւ պարտվել ըստ Կրեմլի մտածողության, կարող է դեռևս ինքը դեր խաղալ, բայց առաջինը չէ, որովհետեւ արդեն չեղավ։ Դու մի անգամ պարտվեցիր, հա, հիմա պետքա մեկը, որը դեռևս չի պարտվել։ Դե բացի այդ մեծ ֆինանսական հնարավորություններ եւ կախվածություն Ռուսաստանից ուղղակիորեն։ Պուտինը նրան ասում է, որ ինքը ռուսական բիզնեսմեն, ռուսաստանցի, հա, մեծահարուստ է։ Թողեք մասնակցի։ Եվ թողեք մասնակցի, հա, չնայած ասում է, որ ինքը ռուսական ազնագիր ունի, այդ դարձվածքն էլ հետաքրքիր էլի, չնայած այն հանգամանքին, ինքը ասում է նստած է, չէ, ինքը նային կալանքի տակ է, հա, բայց նույնիսկ սա էլի, այսինքն հետո ինչ որ ռուսական ազնագիր ունի, այսինքն նա ռուսական ազնագիր ունի, ուրեմն չի կարող, հա, Հայաստանի Հանրապետության ներսում քրեական այսպես հետապնդման ենթարկվել։ Բայց սա մի խոսքով, այս հիմնական այս երկու գործոններն են, որ առաջ են մղել, հա, իր տեխնա։ Եվ բացի այդ նաև, հա, լավ, էս էլ ասեմ, որ դե էլի կապված է բանի հետ, երկրորդի հետ, որ մեծ ֆինանսական ռեսուրսներ ունի, նաև դե փաստ է, որ պարոն Կարապետյանը բարեգործական, հա, որոշակի այսպես բաները գործունեություն է ծավալել մինչ այժմ։ Այնքան հեղինակազրկված չէ նաև, ինչքան որ հա, ու ասենք ու սա էլի կարևորը, որ դե ունի բիզնես Հայաստանում, այդ բիզնեսի շրջանակներում աշխատում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, որոնք ընտրող են, կներգրավեն։ Եվ հա, որոնց կարելի է այսպես ներգրավել այս գործընթացին, այնպես անել, որ իրենք գնան մասնակցեն օրինակ միտինգների եւ վերջի վերջո գնան քվեարկեն, ասենք, Սամվել Կարապետյանի օգտին։ Դե այսպեսին է իրավիճակը հիմնականում, իհարկե
չպետք է մոռանալ նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության մասին, որի առաջնորդը մշտապես խոսել է այն մասին, որ ինքը այսպես պրոռուսական մի խոսքով, հա, այսպես ասած գծի կողմնակից է, նա շատ հաճախ այսպես էլի քննադատել է արևմուտքին, նա մի խոսքով այսպես ռուսական նարատիվներին համահունչ, հա, գաղափարախոսություն է առաջ քաշել մշտապես եւ այլն։ Եվ էլի փողատեր ամենահարուստ մարդկանցից մեկը, եթե ոչ ամենահարուստը, չգիտեմ։ Այսինքն խաղադրիքը փողն է մեծ հաշվով, փողով բնականաբար եւ պրոռուսականությունը եւ նաեւ կախվածությունը Ռուսաստանից, հա, այսինքն սա է։ Հիմա դու կարող ես փող ունենալ, բայց Ռուսաստանի հետ ընդհանրապես կապված չլինես, ոչ մի կախվածություն չլինես ու դա Կրեմլի համար անհարմար բան կարող է լինել, էլի, այսինքն ինքը չի ունենա գործիք քո վրա ազդելու նաև, քո նկատմամբ ճնշում բանեցնելու, որոշակի այսպես շանտաժի ենթարկելու, հա, օրինակ համար վաղը մեկ էլ, չգիտեմ, մարդ ես, էլի, ասենք, մարդու ուղեղի մեջ մեկ էլ ինչ-որ տրանսֆորմացիա է տեղի ունենում, մարդը ասում է, չէ, ինչ-որ բան ճիշտ չի այդքան սխալ բան եմ ես ոնց որ թե անում օրինակի համար, հա, որի ես մի քիչ ուրիշ ձևի մտածեմ, էլի, պրագմատիկ մոտեցում ցուցաբերեմ, չանեմ այն ինչ որ անընդհատ Ռուսաստանն է ուզում, հա, որ անեմ, ենթադրենք։ Պատկերացրեք, sense մի բան։ Ահա, բա եթե դու ոչ մի կախվածություն չունես Ռուսաստանին, ոնց է, չէ, Ռուսաստանը այս դեպքում քո վրա արդեն ազդելու։ Իսկ եթե կախվածություն ունես, ես ասել եմ մի վարքյան, այս ինչ, այս անկախ քաղաքականություն ես փորձում վարել, մոռացար թե որ քո բիզնեսը կարա խնդիրներ ունենա օրինակի համար հանկարծ, հա, եթե դու մեկ էլ այո, փորձես անկախանալ։ Հիմա երեք Սամվել Կարապետյանը առաջին մինի հարցազրույցներ տվել, 5 հարցի պատասխանեց, կառուցողական որակեց օրինակ Ծառուկյանի, Քոչարյանի հայտարարությունները, որ ամենաշատ քվեստացած ուժին իրենք ձայն կտան, սա ըստ ինչ է նշանակում, որ ընտրություններից հետո փաստորեն այդ Գյումրու տարբերակի նման ինչ-որ մի բան են փորձել գործարկել, էս է իրենց։ Դե բնականաբար, իրենք ինչքան էլ այսինքն քարոզչություն անեն բան եւ այլն, իրենք հասկանում են, չէ, որ անհնարին է, որ իրենցից մեկը, ենթադրենք 50+1 վերցնի, դա բացառվում է ուղղակի, հա, դրա հավանականությունը 0 է։ Բայց ասում են, ենթադրենք կարող է, չգիտեմ, ասենք 10% հավանականություն կա կամ 20% հավանականություն կա, որ ենթադրենք 3-ով մտնենք խորհրդարան եւ այնպես լինի, որ մեր ձայները, ինչպես Գյումրիի այսպես դեպքում էր, ավելի շատ լինեն ու այս դեպքում բնականաբար հա պետք է կոալիցիա ձևավորվի։ Եվ հիմա ստեղ էլ ասում եմ, որ դե քանի որ Սամվել Կարապետյանն է համար մեկը ու դե նաեւ բնականորեն նաեւ այս արդեն օբյեկտիվ բան է, չէ, որ երբ որ նայում ենք բոլոր արժանահավատ հարցումները, տեսնում ենք, որ ընդդիմության ներսում առաջի տեղը Սամվել Կարապետյանն է։ Բայց Քոչարյանն օրինակ կզիջի իր խառնվածքը կերպարը հաշվի։ Այսա բարդ հարց է իհարկե, գիտեք ինչ, դե այստեղ արդեն ինչպես որ Կրեմլից կասեն, իհարկե, ինչպես որ Կրեմլից կասեն, որովհետև դե պարզ է, որ այստեղ բնականաբար ամբիցիաներ կան, ակնհայտ է սա, եւ չի էլ բացառվում, որ նաեւ այդ սցենարն էլ է քննարկվել, որ ինչ պատճառներով, ասենք, չի ստացվում, որ Սամվել Կարապետյանը ենթադրենք լինի, բնականաբար այդ դեպքում Ռոբերտ Քոչարյանն է տեխնացուն, բնականաբար, հա, այստեղ չի կարող էլի այնպես լինել, որ բացառեն նման բան, չէ, իհարկե չէ, եթե դուք արդեն ոնց որ մեծամասնություն ունեք հաղթել եք, բայց կարող է ինչ-ինչ խնդիրներ լինեն, ենթադրենք, դա քաղաքացիության եւ այլն այո, դե հազար մի հարց կարող է լինել։ Իսկ դիրքավորումը օրինակ Սամվել Կարապետյանի երեկվա իր հարցազրույցում փոքր դաշնակցական բնույթի հայտարարություններ ոճի կապված օրինակ 300 այդ Ղարաբաղի հարցի հետ 300,000 ադրբեջանցի է բերում Հայաստան Սյունիքն ենք կորցնում, չգիտեմ, այս օրինակ խոսույթը մի փոքր ինձ համար գուցե նորություն էր իրենց կողմից, էլ իրենք մի փոքր ավելի ուրիշ դիրքավորում ունեին, այսպես կոշտ չէր։ Համեմատած Ռոբերտ Քոչարյանի եւ իր թիմի, այո, բայց ընդհանուր առմամբ երբ որ նայում ես, միշտ էլ նույն գծի մեջ են, այսպես ասած, իրենք էլ եղել։ Այսինքն թեման հակաքարոզչության սա է, որ պահի տակ ուղղակի շեշտադրումները կարող են մի քիչ փոփոխվել, հա, մի քիչ ավելի էմոցիոնալ դարձնել, վերցնել այս կամ այն վախը, դա ավելի շատ շահագործել, հա, իրավիճակից ելնելով, հա, մի քիչ այդպես է,
որովհետև տեսեք, օրինակ մի օրինակ հիմա բերեմ, ինչ են իրենք ասում, ասենք կոնկրետ ուժեղ Հայաստանը։ Իրենք ասում են մենք զորայական կետից չենք սկսելու բանակցությունները։ Հա, ինչ որ եղել է այն մեր ուզածը չի, բայց դե հիմա փաստ է, այդ ամեն ինչը կա, հա։ Դու ասում ես լավ, զորայական կետից չեք սկսելու բանակցությունները, իսկ ինչ եք անելու, ոնց եք շարունակելու բանակցությունները, հա։ Ասում են դե թրիփը այս ձևով ինքը թղթի կտոր է, ինքը ոչ մի բան, այսպես երաշխիք չունի, պետքա բերենք երաշխավորներ։ Ում պետքա բերենք, ուղղակիորեն չեն ասում, բայց այդպես, բայց կարծեմ նույնիսկ հարցազրույցներից մեկում, եթե չեմ սխալվում, այո, Ռուսաստան-Իրան անունները հնչել են։ Ժամանակ էլ Չինաստան։ Այո, շատ հաճախ չեն ուզում ասել այդ անունները, բայց եղել է, էլի իմաստորեն։ Դեպ ես այդ հիշում եմ, եթե դուք էլ հիշում եք, ուրեմն հաստատվեց դա։ Ռուսաստան եւ Իրան Միացյալ Նահանգների հետ, այսինքն միմյանց մեջ Միացյալ Նահանգներ Իրան պատերազմ է ընթանում։ Միացյալ Նահանգները մինչ այժմ էլ Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ է կիրառում եւ թեև մի քիչ ռետորաբանությունը այսօր ուրիշ է Թրամփի է, տարբերվում է Բայդենի սանկրետաբանությունից, բայց միևնույն է աջակցում է Ուկրաինային։ Եվ դուք ոնց եք պատկերացնում, այսինքն այդ միմյանց հետ խիստ հակամարտող ուժեղ խաղացողներին մեկ գեոպոլիտիկ, գեոտնտեսական, հա, կոնսորցիումի մեջ։ Դա ուղղակի անհնար է։ Եվ մյուս կողմից էլ իրանք ասում են, որ կոնֆլիկտային տրամաբանություն են բերում, որ բան են անում, տարբեր աշխարհակահաղական կենտրոնների բախման կենտրոն են դարձնում այս թրիփով։ Բայց իրականության մեջ իրենց առաջարկածն է բախման կետ դարձնելը, այսինքն եթե դուք ուզում եք ասում եք չէ ու չէ, միայն այդպես կաշխատի սա, դուք փաստորեն էլի դարձնում եք, այսինքն այն պետությունները, որոնց դուր է գալիս դա, չէ՞, սկսեն խոսել, որ ահա, այո, տեսնում եք Միացյալ Նահանգներ, մենք պետք է գանք, ուզում են, որ մենք գանք։ Բայց դա չեղավ չեղարկել են պայմանավորվածություն։ Դա բերում է կոնֆլիկտի, չէ՞ արդեն։ Դա է բերում կոնֆլիկտի իրականում։ Դա է բերում, այսինքն դա է Հայաստանը դարձնում աշխարհակահաղական տարբեր, այսպես ասած, կենտրոնների բախման մի հատ ասպարեզ։ Պլյուս դրան, այո, դա հենց հանգեցնում է ըստ էության չեղարկման այդ ամեն ինչի, որովհետև այս կոնֆիգուրացիայում է հնարավոր եղել ստանալ են ինչ որ մեսօր ունենք։ Պլյուս դրան։ Բա խաղաղության պայմանագիրը։ Խաղաղության պայմանագիրը նախաստորագրված է, չէ՞։ Խաղաղության պայմանագրում բազմաթիվ կետեր կան, եւ այնտեղ կա հետեւյալ դրույթը, որ այլևս եթե, այսինքն ինչ բանակցը, այո, եթե նախաստորագրված է խաղաղության պայմանագիրը, այլևս խաղաղության պայմանագրի որևէ կետ փոփոխման ենթակա չէ, որևէ կետ։ Հիմա դուք համաձայն եք այդ բոլոր կետերի հետ։ Դուք ինչ որ այլ հռետորաբանություն եք ոնց որ թե չէ առաջ քաշում։ Ասում եք, որ Արցախի հայերը պետք է վերադառնան, այդ իրավունքը պետք է ամրագրել, բայց չկա այդպես բան խաղաղության պայմանագրում։ Բա դուք ասում եք, որ սխալ է, որ հայցերը հետ եք վերցնում միջազգային ատյաններից, ոնց կարելի է այդպիսի գործիքից զրկվել։ Բա դուք չեք ասում, որ պետք է անհապաղ հարց դնել, որ օկուպացված Հայաստանի ջերմուկի տարածքի, հա, օկուպացված տարածքներից ադրբեջանական զորքերը հետ բերվեն, թե չէ ինչ բանակցություն, եթե այդ ամեն ինչը չի արվում։ Հիմա այդ հարցը դրված է հանձնաժողովի աշխատանքների օրակարգի մեջ, չէ՞, այդպես է լուծվելու ու բարձ չի դեռ երբ կլուծվի, բայց ինքը լուծվելու է սահմանազատման այդ արդյունքում։ Եվ այլն, մի շարք ասինքն այդտեղ կետեր կան, այսինքն եւ գիտեք մի ուրիշ բան էլ ասեմ, իրենց գովազդային մի հատ նյութ են պատրաստել, գովազդային հոլովակ, կարծես թե արհեստական բանականության միջոցով, բայց սա էական չի։ Հա, բայց դա էական չի։ Ուրեմն խոսքը ուժեղ Հայաստանի մասին։
Այդ բանում գովազդային ժապավենում դասարան է։ Ուսուցիչը խոսում է աշակերտների հետ, պատմում է անցյալից, պատմում է այսօրվա ներկայից, 2050 թվականն է իբր։ Եվ քարտեզ է ուսուցչի հետևում, ինտերակտիվ քարտեզ է, ու այդ քարտեզը հետևյալն է, Հայաստանի Հանրապետությունն է եւ Հայաստանի Հանրապետությանը կից, կարծես որպես Հայաստանի Հանրապետություն, նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքն է եւ 7 շրջաններ, հարակից 7 շրջաններ։ Այսինքն դա Հայաստանի տարածք է։ Այսինքն 2000 եւ այդտեղ հարցնում է աշակերտ, ասում է, բա ո՞նց եղավ, ինքը ուսուցիչը պատմում է, որ ժամանակին թույլ առաջնորդ կանք մենք կորցրեցինք ամեն ինչ, հետո ընտրեցին Սամվել Կարապետյանին եւ մենք հիմա ունենք ուժեղ Հայաստան եւ այդ բանն է։ Դուք եթե արդեն հիմա այդպիսի, այսպես ասած, քարոզ եք տանում, որտեղ դա քարոզ է, քարոզչական հոլովակ է։ Այո։ Իրենք այդպես էլ դա քարոզչական հոլովակ, դա քարոզ է, դա քարոզ է։ Դա նշանակում է դուք արդեն ունեք փաստորեն տարածքային պահանջ, հա, Ադրբեջանի նկատմամբ, ու ոնց եք դուք ոչ զրոյական կետից բանակցելու, ընդհանրապես ոչ թե բանակցելու, այսինքն այս ձևով դուք չեք կարող բանակցել, որովհետև Ադրբեջանը բնականաբար ձեր հետ բանակցային սեղանի շուրջ չի նստի, կամ կասի դուք պետք է հրաժարվեք այդ ամեն ինչից, պետք է դա տարածքային պահանջ է, հա, եւ այլն, պետք է կամ ընդունեք, կամ ասինքն հիմա դուք ստորագրելու եք, թե չէ, հա, այսինքն այս խաղաղության պայմանագիրը։ Ասեն դե թող Ադրբեջանը ստորագրի, լավ, ասենք Ադրբեջանը ստորագրեց, դուք ստորագրելու եք, թե չեք ստորագրելու։ Նույն բանն մնացած ուժերն են ասում ըստ էության։ Պլյուս մինուս մի քիչ այս կողմենքով, հա, այսինքն այդ պրոռուսական ընդդիմադիր ուժերի մասին է խոսքը երբ։ Դե հետո ասում են իշխանությունը պատերազմով է վախեցնում, բայց չի ստացվում, որ օրինակ վարչապետի այդ հայտարարությունը, որ անդադ կրկնում է պատերազմի եռագլուխ կուսակցություն, իրականությանը մոտ է գոնե, մոտ է։ Դե այս ամեն ինչը կարող է Ադրբեջանի կողմից, այսինքն եթե իրանք ենթադրենք կան իշխանության, Ադրբեջանի կողմից կարող է դիտարկվել որպես կազուս բելի։ Այսինքն եւ Ադրբեջանը կարող է ասել, դե ես հիմա չեմ սպասելու, որ դուք վաղը միսօրին վրա հարձակվեք, ես հիմա օրինակ ռազմական ինչ-որ գործողություններ եմ սկսում, որպեսզի այդ ամեն ինչը չլինի։ Քան որ չեղարկել եք մեր Չեղարկել եք եւ տարածքային պահանջ ունեք իմ նկատմամբ, թե սա տեսնում եմ ես ձեր բանը քարոզչական գովազդում սա կա, հա, ձեր, չգիտեմ, տարբեր, ասենք, ակտիվիստներ խոսում են այդ ամեն ինչի մասին։ Եվ այլն, կամ ասենք ինչ-որ մեկը, որի հարցազրույցը դու քո մոտ տարածում ես, ենթադրենք, կամ քո միջոցառմանն է մասնակցում եւ ինքը անհայտ մարդ չի, ասենք նախքին, չգիտեմ, պաշտոնյա է եւ այլն։ Այո։ Պատերազմով Ղարաբաղ հետ բերենք։ Սա ինչ է, դա գոնե քննադատեք։ Ասեք շատ քննադատելի, դատապարտելի հայտարարություն է դա եւ ինքը ընդհանրապես մեր հետ ոչ մի կապ չունի եւ ոչ միայն կապ չունի, այլ նաեւ դատապարտում ենք, ասել են նման բան։ Դուք լսել եք նման բան, ես չեմ լսել նման բան։ Շնորհակալություն պարոն Վարդանյան հետաքրքիր զրույցի համար, հիշեցնեմ, որ տաղավարում հյուրընկալել է Հայկական խորհրդի ասոցիացված փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանին, կհանդիպենք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար